Սահմանադրական բարեփոխումներին ոչ ասող քաղաքական եւ քաղաքացիական ուժերը խոստանում են մինչեւ սեպտեմբերի վերջ ոչի համատեղ հռչակագիր հրապարակել եւ միասնական հանրահավաք անցկացնել։ Այսօր այդ հարցի շուրջ ժառանգության ազգային ինքնորոշում միավորման հիմնադիր խորհրդարանի ու Ոտքի Հայաստան շարժման ներկայացուցիչները հանդիպում անցկացրին մշակելով միասնական պայքարի օրակարգ։ ԱԻ առաջնորդ Պարուր Հայրիկյանը հայտարարում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունների արդյունքում Հայաստանում ժողովրդավարությունը էական հետընթաց կապրի։ Եթե Հայաստանի սահմանադրությունը, գործող սահմանադրությունը ստեղծելու համար 5 տարի անհրաժեշտ եղավ, ապա այս ճակերտավոր իշխանություններին ընդամենը 5 ամիս, այն էլ ողջ ընդգրկմամբ։ Եվ ըստ էության իրենք ոչ թե նոր սահմանադրության բարեփոխումներ են առաջարկում, արդեն բարեփոխված կամ փոփոխված, այլ նոր սահմանադրություն։ Այսպեսի կար ժամկետում այդպեսի գործը իսկապես արկածախնդրություն է։ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Գարեգին Չուքազյանի խոսքով սահմանադրության փոփոխմամբ հանրապետականը ցանկանում է կառավարման ղեկն ավելի կենտրոնացնել իր ձեռքում, ստեղծել միակուսակցական պետություն։ Ըստ մեզ սահմանադրականության հաստատումն է դառնում այդ հռչակագրի առանցքը եւ մեր գործը արդեն լայն զանգվածների հետ կապված պիտի լինի այն քարոզչական աշխատանքը, որով պիտի բացատրվի, որ այն սոցիալական խնդիրները, որը Հայաստանում կուտակվել է, այն անարդարությունը, որ այն բևեռացվածությունը հասարակության որ կուտակվել է, դա անվերահսկողությունից է առաջացել։ Այսինքն չկա հակակշիռների համակարգ, որը վերահսկողությունը ապահովեր եւ թույլ չտար, որպեսզի քաղաքական մոնոպոլիան ծածկվեր տնտեսական մոնոպոլիաներով։ Ժառանգությունը եւս վստահ է։ Սերժ Սարգսյանն այս քայլով ուզում է ամրապնդել հանրապետական կուսակցության դիրքերն ու հավերժացնել սեփական իշխանությունը։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով ոչի ճամբարում համախմբումը լուրջ խոչընդոտ կարող է դառնալ սահմանադրական բարեփոխումների անցկացման համար։ Միասնական ճակատի կողմնակից ենք, անխտիր բոլոր նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին։ Դրա համար ես կարծում եմ, որպեսզի այդ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը եւս լինի, քաղաքական դաշտի եւ հասարակական դաշտի ներկայացուցիչները այդ միասնական ֆորմատը ձևաչափը պետք է ստեղծեն։ Ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնության կարծիքով էլ երկրին օր առաջ անհրաժեշտ է իշխանափոխություն եւ ոչի պայքարը կարող է հիմք դառնալ դրա համար։ Շատ անհրաժեշտ է, որ այն բոլոր ուժերը, որոնք որ միանում են այդ հռչակագրի շրջանակում, նաեւ արդեն եւ հանրությունը դարձնեն այս գործընթացի մաս։ Իմ կարծիքով սեպտեմբերի կեսերին կարելի է այդ դեպքում նախատեսել հավաք եւ արդեն կոչով դուրս գալ քաղաքացիներին, որ իրենք էլ դառնան այս process-ի մաս։ Համախմբման փորձանող ուժերն առայժմ տարբեր մոտեցումներ ունեն մարտավարության հարցում։ Մի մասը կոչ է անում տապալել Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը եւ թույլ չտալ, որ այն դրվի հանրաքվեի, մյուսներն էլ նախընտրում են հանրաքվեի ժամանակ ոչ ասելու տարբերակը։ Նախընտրելի տարբերակն ընտրելու եւ գործողությունների հաջորդականությունը մշակելու համար հանդիպումները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին։